երեք դուք մեծ զրույցում նշեցիք, որ հանդիպում եք ունեցել Տիգրան Խաչատրյանի հետ, բայց մանրամասներ չներկայացրեցիք։ Խնդրում եմ նախ ներկայացնեք երեք ինչ հանդիպում է եղել, ինչ հարցեր եք քննարկել։ Երեք հանդիպել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, քննարկել ենք հրատապ հարցեր, սոցիալականի մասին է խոսքը, նրանք պատրաստակամություն են հայտնել եւս մեկ ամիս երկարաձգել 50,000 դրամ աջակցությունը, բայց նախապայմանով իհարկե, որ պետք է վրանը հանենք։ Այսօր մենք խորհրդի անունից պատասխանել ենք իրենց, նպատակահարմար չեն գտնում, հատկապես որ բազմաթիվ արցախցիներ գալիս են այստեղ, շփվում ենք, իրենց կարծիքներն ու մտահոգություններն ենք լսում, փորձելու ենք մինչև ամսի 15-ը հանդիպումներ կազմակերպել արցախյան եւ հայաստանյան քաղաքական ուժերի հետ, ովքեր իհարկե կհամախմբվեն մեր օրակարգի շուրջ, որից հետո հայտարարելու ենք հանրահավաքի օրվա մասին եւ եթե մինչ այդ կառավարությունը իրենց դիրքորոշումը չփոխի, անցնելու ենք հստակ գործողությունների։ Այսինքն նախապայման է դրվել ձեր առջև հեռացնել շտաբը, հա, որը վրանի տեսքով է այստեղ, արցախցիներին 50,000 դրամը մեկ ամսով շարունակելու համար։ Ճիշտ հասկացանք։ Այո, բայց միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ եղել են նաև կառուցողական առաջարկներ, այն մասով ստեղծենք միասին փորձագիտական խմբեր, քննարկենք բնակարանային ծրագիրը, խոսենք սոցիալական այդ աջակցության ծրագրերի մասին, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ մեկ ամիսը այն ողջամիտ ժամանակը չէ, որտեղ կարող ենք բոլոր խնդիրները բանանել, այսպես ասած, դիտարկել, այո, կարգավորել եւ լուծումներն առաջարկել։ Մենք առաջարկել ենք մինչեւ տարվա վերջ, ուրեմն այդ աջակցության ծրագիրը գործի եւ պատրաստական ենք օրը 24 ժամ ստեղծել այդ խմբերը միասին աշխատելու համար։ Ամեն դեպքում մեր կարծում եմ սկսելու ենք նոր փուլից, ինչպես իրենք ասեցին, բանակցությունները գնալու են զրոյական կետից։ Եթե նախապայմանները չկատարվեն, ես իմ խոսքում նշեցի, որ այսինքն մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները չեն լինելու, Ինչ պայմանավորվածություն է եղել։ Դրա մասին չէի ցանկանա այս պահին խոսել, այն նախնական պայմանավորվածությունը նրա մասին է եղել, որ ստեղծենք խմբեր այդ մասով քննարկումներ անելու համար։ Միայն դա։ Այո։ Իսկ ավելի շատ ակնկալիք ունեք այս իշխանությունից։ Առաջին հանդիպմանը նշեցիք, որ բավական ոչ կառուցողական մոտեցում են ցուցաբերել, նշել են, որ շարունակություն չի լինելու այս ծրագրերին եւ ինչպես իրենք են որոշել, այդպես էլ շարունակելու են։ Դուք ակնկալիք ունեք, որ կընդառաջեն ձեզ ձեր խորհրդի ներկայացրած պահանջագրերին, որն արտահայտում է արցախցիների ընդհանուր տեսլականը։ Եթե շատ հակիրճ ասեմ, ամեն ինչ կախված է մեր համախմբումից, ժամանակը ցույց տվեց, որ մենք կանգնած ենք, մենք պատրաստական ենք քննարկելու, պայքարելու եւ իմ խոսքում նշել եմ, որ ճնշումները տեղի են տվել։ Ես վստահ եմ, որ կգա ժամանակը, եթե ավելի լայն կոնսոլիդացիա ապահովվի, վստահաբար նրանք կգնան այն ճանապարհով, որոնք որ մենք ենք առաջարկում։ Սա միևնույն ժամանակ չի նշանակում, որ ուժեղի դիրքերից ենք խոսում, մենք խոսում ենք արդարության սկզբունքով, այն բոլոր խնդիրների բացթողումների մասին մենք հիմնավոր փաստարկներով բերել ենք, որ որևէ կոմունիկացիաներ չեն պահվել եւ Արցախի իշխանությունների հետ եւ արցախյան հասարակական սեկտորների հետ, ուղղակի գրասենյակներից, այսպես ասած, ծրագրեր են ընդունվել, որոնք որ տեսնում ենք ինչպիսի բացթողումներ ունեն։ Պարոն Իսկանդարյան, եթե նրանք ընդառաջեն սոցիալական հարցերում, որոշ սոցիալական հարցերում, դուք շարունակելու եք այստեղ արցախցիների իրավունքների պաշտպանությունը, թե եթե այդ հարցում ընդառաջեն վերջ, շտաբը հավաքում եւ տեղափոխվում եք լռելու մինչեւ այնքան, որքան որ այդ սոցիալական աջակցությունը կավարտվի։ Առաջին իսկ օրվանից մենք դեմ ենք եղել, որ քննարկում են միայն սոցիալական խնդիրները, պահանջագիրն ունի 12 կետ եւ չխոսել հավաքական վերադարձի մասին, չխոսել գերիների մասին, դա անընդունելի է, բայց միևնույն ժամանակ, քանի որ իրենք պատրաստական են եղել քննարկումներ ունենալու հրատապ հարցերի վերաբերյալ, դա սոցիալականն է, մենք համաձայնվել ենք այդ մասով։ Բնականաբար մեր պայքարը շարունակվելու է եւ միշտ մենք խոսելու ենք եւ Մինսկ
տարածքի խմբի ձևաչափի մասին եւ խոսելու ենք իր արցախցիների իրավունքների մասին, կարծում եմ այդ հարցի անհրաժեշտությունն էլ չկա, բոլոր արցախցիները ապրում են այն հույսով, որ մի օր վերադառնալու են իրենց ծննդավայր։ Նաև նշեցիք, որ երբ որ պահանջագիրը ներողություն 12 կետանոց ներկայացրեցիք, քննարկումը միայն սոցիալական հարցերի շուրջ էր, բայց նշեցին, որ գրավոր կպատասխանեն։ Այդ պատասխանը եղավ։ Ոչ, մենք բոլորս էլ հասկանում ենք, չէ, որ այդ բոլոր հարցերի պատասխանատուն մի հոգի է, դա հանրապետության վարչապետն է, եւ քանի որ Տիգրան Խաչատրյանի հետ պայմանավորվել ենք սոցիալական հարցերի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար, համաձայնվել ենք այդ մասով։ Բայց մյուսներից պահանջագրի մեջ նշված էր, չէ, որ պետք է նրանք պատասխանեն։ Ձեզ զրույցում դա նշեցին, որ պետք է պատասխանեն։ Դեռ պատասխան չենք ստացել այդ մասով։ Շատ լավ, եւ ամփոփենք այսօրն ու վաղվա անելիքները։ Այսօր հանդիպում եք ունեցել Արցախյան երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, Դաշնակցություն, Հայ հեղափոխական դաշնակցության եւ Ազատ Հայրենիք ՔՄԴ խմբակցության անդամների հետ։ Իրենք առաջարկներով են եկել, թե միայն լսելու են եկել եւ վաղն ինչ եք անել։ Բնականաբար բոլոր խմբակցությունները, քաղաքական ուժերն ունեն իրենց տեսլականը եւ մենք պատրաստական ենք լսել եւ քննարկել։ Այո, ճիշտ նշեցիք, այսօր քննարկումներ ունեցել ենք, վաղը եւս հագեցած է լինելու, հանդիպելու ենք քաղաքական ուժերի հետ, վաղվա մասին կխոսենք վաղը։ Ամեն դեպքում այս շաբաթ հանդիպելու ենք հայաստանյան քաղաքական ուժերի հետ եւս։